Վրաստանը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Նա բարձր է գնահատել միջնորդական ջանքերը, որոնք նպաստել են նման փոխըմբռնման հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Հուսով ենք, որ այդ կարևոր քայլը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմանը և հակամարտության կարգավորմանը, նշել է Վրաստանի վարչապետը։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նախագահներն անդրադարձել են Վրաստանում և Սերբիայում ընթացող քաղաքական գործընթացներին, ինչպես նաև ընդգծել են գլոբալ խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը։ Կավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը որպես միջին միջանցքի առանցքային օղակներից մեկը շահագրգռված է Արևմտյան Բալկանների տարածաշրջանի հետ գործընկերության ընդլայնմամբ։ Նա Վուչիչին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար։ Վրաստանի վարչապետն էլ Վուչիչի հետ հանդիպել է պաշտոնական ընթրիքի շրջանակում։ Իրակլի Կոբախիձեն կարևորել է Սերբիայի նախագահի այցը Վրաստան և շնորհակալություն հայտնել նրան երկրին աջակցելու համար։ Էստոնիայի արտգործնախարարը Վրաստանի ժողովրդին կոչ է արել չկորցնել եվրոպական ապագայի հույսը։ Մարգուս Ցակնան հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին շարժվում է Եվրամիությանը հակառակ ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի դռները բաց են մնում Վրաստանի համար, իսկ երկրի ճակատագիրը կախված է բացառապես ապագա ժողովրդավարական ընտրություններում նրա քաղաքացիների ընտրությունից։ Նախարարը հաստատել է, որ Եվրամիությունը դիտարկում է առանձին անձանց դեմ պատժամիջոցների սահմանումը։ Նրա խոսքով Էստոնիան արդեն պատրաստել է սահմանափակումների իր ցուցակը։ ԱՄՆ-Իրան համաձայնությունը շատ կարևոր քայլ է փետրվարի 28-ին Իսրայելի սադրանքների ազդեցության տակ սկսված պատերազմի ավարտի տեսանկյունից։ Այժմ տարածաշրջանը վերջապես կկարողանա թեթևացած շունչ քաշել, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով թուրքերի, արաբների, քրդերի և պարսիկների միջև տարաձայնությունների նոր օջախներ բորբոքելու փորձերը ձախողվեցին։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան ի սկզբանե վճռականորեն աջակցել է այն ջանքերին, որոնք ձեռնարկվել են Պակիստանի, Կատարի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ և այժմ բավարարված է ձեռք բերված պայմանավորվածությամբ ու հավատում է, որ պատերազմի էջը կփակվի։ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունները տապալելու մտադրության համար, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները։ Թուրքիայի նախագահի խոսքով այժմ կարևոր է թույլ չտալ էսկալացիա խուսափել սադրիչ գործողություններից և ուշադիր հետևել սաբոտաժի ցանկացած փորձի։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ին, Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է առաջատար դեր խաղալ դաշինքում իր ռազմական ներուժի, պաշտպանական արդյունաբերության, ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, քննարկել տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Ռեջեփ Էրդողանը Անտոնիո Գուտերեշին կոչ է արել արդյունավետ օգտագործել դիվանագիտական հնարավորությունները ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորման համար, ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը գործընթացի խափանումը կանխելու համար։ Նա նաև կարևորել է Սիրիայում ՄԱԿ-ի առաքելությունների շարունակումը, խոստանալով Թուրքիայի աջակցությունը։ Քննարկվել են Կիպրոսում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Գազայի և Լիբանանի հումանիտար իրավիճակը։ Իրանի հետ նախնական գործարքը կնքվել է, ձեռք բերված համաձայնությունների մանրամասները կհրապարակվեն շատ շուտով։ 7-ի խմբի գագաթնաժողովում Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Անչափ ուրախ եմ հայտնել, որ փաստաթուղթը ստորագրված է, Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է։ Այժմ ականների հարցն է լուծվում, բայց նավերը փաստացի սկսել են դուրս գալ։ Հունիսի 19-ին նեղուցը ամբողջությամբ կբացվի և անվճար կլինի։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում կարող են հիանալի իրադարձություններ տեղի ունենալ։ Նրա խոսքով նավթի գներն իջնում են, շուկաների վիճակը բարելավում է։ Ու գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, նրանք լիովին համաձայն են դրան։ Հիանալի աշխատանք
ենք կատարել, հուսով ենք լավ հարաբերություններ կունենանք եւ ընդհանուր լեզու կգտնենք, իսկ եթե ոչ, կվերադառնանք այնտեղ, որտեղից սկսել էինք, բայց չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի։ Թրամփը հավելել է, որ գործարքը Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում չի նախատեսում, սակայն եթե նրա ձևակերպմամբ Թեհրանը համապատասխան վարքագիծ դրսևորի, դա արդյունքներ կտա։ Թրամփի հետ հանդիպմանը Էմանուել Մակրոնն էլ ընդգծել է, որ Իրանի ուրանը պետք է լինի ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, իսկ Հորմուզի նեղուցը պաշտպանված։ Ֆրանսիայի նախագահի խոսքով ուրանի պաշարները պետք է դուրս բերել կամ նոսրացնել, իսկ հզորությունները չեզոքացնել։ Մակրոնը հավելել է, որ Փարիզն ու Լոնդոնը պատրաստ են ռազմական առաքելություն ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պաշտպանելու համար։ Նրա խոսքով Շարլ դը Գոլ ավիակիրը կարող է տարածաշրջան հասնել 2-ից 3 օրում։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի պաշտոնական կնքման արարողությունը նախատեսված է հունիսի 19-ին։ Այն արդեն առցանց տարբերակով ստորագրել են ԱՄՆ նախագահը, փոխնախագահը եւ Իրանի խորհրդարանի խոսնակը։ Համաձայնագրում ասվում է, որ Իրանը ամերիկյան ոչ մի ցենտ չի ստանում։ Եթե իրանցիներն իրենց լավ պահեն, պատժամիջոցները մեղմացվեն, Իրան ինտեգրվի համաշխարհային տնտեսությանը, ապա մենք կհրավիրենք այլ երկրների այնտեղ ներդրումներ կատարելու համար։ Վենսը հավելել է, որ Թեհրանը դադարեցնելու է տարածաշրջանում մահավեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, թույլ է տալու, որ Իսլամական Հանրապետության միջուկային կարողությունների նկատմամբ վերահսկողություն սահմանվի։ Նրա խոսքով արաբական երկրները հավանություն են տվել Թրամփի գործարքին, Իրանը ևս կշահի դրանից։ Միևնույն ժամանակ փոխնախագահը նշել է, որ փաստաթուղթը դեռ վերջնական չէ եւ շատ մանրամասներ կհստակեցվեն ապագա բանակցությունների ընթացքում։ Իրանի նախագահը ևս հաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված գործարքը դեռ վերջնական չէ։ Ձեռք բերված համաձայնությունները կարևոր են պատերազմը դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու ճանապարհին։ Իրանը պատրաստ է հնարավոր բոլոր սցենարներին։ Մեր ժողովուրդը չի նվաստանալու։ Այս փոխըմբռնման հուշագիրը ամիսներ տևած երկխոսության եւ համառ ու հետեւողական աշխատանքի արդյունք է։ Եթե բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, ապա մենք կարող ենք հպարտանալ այդ փաստաթղթով։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, Միացյալ Նահանգները պետք է հարգի Իրանի իրավունքները եւ համապատասխան դրույթները ևս ներառված են համաձայնագրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սուրբ Աթոռի միջկրոնական երկխոսության վերատեսչության պետ կարդինալ Ջորջ Ջեյքոբ Կուվակադին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Բաքվի եւ Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հաջող զարգացումը։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջև համագործակցության հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Ալիևը Կուվակադին է փոխանցել Հռոմի Պապ Լևոն 14-րդին ուղղված նամակը, որով նրան հրավիրել է Ադրբեջան։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Բաքվում բարձր են գնահատել Պակիստանի միջնորդական դերը բանակցային գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընկերների ներդրումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունից հույս են հայտնել, որ այդ արդյունքի հիման վրա հետագա բանակցությունները կնպաստեն տևական խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Ադրբեջանում նախատեսվում է ստեղծել զանգվածային լրատվամիջոցների եւ հեռարձակման խորհուրդ։ Համապատասխան փոփոխություններ կկատարվեն հանրային ծառայության մասին եւ մեդիայի մասին օրենքներում։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով ներկայումս տեղեկատվական անվտանգության եւ լրատվամիջոցների տնտեսական անկախության ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել անցում կատարել Ադրբեջանում մեդիա ոլորտի նկատմամբ ավելի ճկուն եւ կոլեգիալ մեխանիզմի։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ ներկայացված օրինագիծն ուղղված է մեդիա ոլորտի նորմատիվ կարգավորումների արդիականացմանը, կիրառման մեխանիզմների ուժեղացմանը, իրավական որոշակիության ապահովմանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանության բարձրացմանը։ Բարթոյ Հարությունյան, հարևաններ։